Ողջունում եմ ձեր Թիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ Ազատամարտիկ գրող Նարէ Սոսեի հետ, բարև ձեզ Նարէ։ Բարև ձեզ, հաճելի էր նորից տեսնել, Գորյուն ջան, ու կարծում եմ օրվա հոգսերը հանգիստ չեն թողում ոչ մեկից, չենք կարողանում adekvat անցկացնել ոչ օրը, ոչ էլ պլանավորել գործերը, բայց ամեն դեպքում պայքարել պետք է, օր-օրի վրա ավելի շատ դրանում համոզվում եմ, որ ճիշտ ենք անում։ Երեք որպես հայ մարդ ես օրինակ անկեղծ ասեմ, անձնական ողբերգություն էի ապրում, որովհետև իմ կարծիքով եւ իմ համոզմամբ մենք տեսանք հայ ժողովրդի շուրջ 7000-ամյա պատմության ամենախայտառակ դրվագը, երբ որ ամենայն հայոց հայրապետը կանչվել էր Հայաստանի Հանրապետության, անկախ Հայաստանի Հանրապետության դատարան եւ նստած էր Մեղադրյալի աթոռին մի հիմար մեղադրանքով, կարծես թե ավելի ճիշտ մեղադրվում է իբրև դատարանի վճիռը որոշումը չկատարելու մեջ, մի հատ ապօրինի որոշում, ըստ էության անհասկանալի մեղադրանք, դուք որպես ազատամարտիկ, որպես գրող, որպես մտքի մշակ, մտածող մարդ, հայրենասեր մարդ, Նարէ, ինչ զգացիք, երբ որ այդ պատկառելի տարիքի եւ այդպիսի կարգավիճակ ունեցող մարդուն, ամենայն հայոց հայրապետին, դուք տեսաք Մեղադրյալի աթոռին։ Ուրեմն ասեմ, որ նախապես այդ մտքին արդեն պայմանավորված գիտեինք, որ գնալու ենք պաշտպանելու, որովհետև ազգային ժողովում արդեն կար նախապայմանը, արդեն ասում էին ձեր կտրիչը, արդեն այդ հոխորտանքը կար, իդեպ ուզում եմ հատուկ որպես հայ մարդ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ու պաշտպան ասելու նաև, որ եթե ունկնդրենք Նիկոլի հոխորտանքներին, ապա սա դեռ վերջը չի, կաթողիկոսը դեռ հետապնդվելու է, անհնարին է, որ նրանք հանգիստ թողնեն կաթողիկոսին, որովհետև այս ամեն ինչը տանում է մահմեդականացման, դա նրանց ծրագիրն է, ես դա օդից չեմ հորինում, եթե արդեն Տարոնը Չախալյանը ինչաներ, Չալաբյան, Չախոյան, հա, Չախոյան, в общем, այդ կենթանին արդիկցի, եթե արդեն ասում էր, որ պետք է սահմանադրություն փոխվի, իսկ սահմանադրություն փոխել պահանջում է Ալիևը, ապա այս ամենը տանում է թուրքացման ու անհնարին է, որ կաթողիկոսին հանգիստ թողեն։ Իդեպ օգտվելով առիթից ուզում եմ որպես հայ մարդու, հայ մտավորականի շնորհակալություն հայտնել Հակոբ Մանուկյանին ինքնաբացարկի համար։ Հակոբ Մանուկյանը այս ծանր պահերին կարողացավ մենակ մի ուղերձ հղել իր դատաիրավաբանական կոլեգաներին, որ ամեն ինչից առաջ հարկավոր է հայ մնալ ու ցույց տվեց, որ դեռ հնարավոր է գոնե 1% իրավադատական համակարգում լինեն հայեր, որոնք եթե չեն կարողանում ինչ-որ բան փոխել, գոնե կարողանում են իրենց ինքնաբացարկով իրենք չխառնվել այդ ազգադապ գործերին։ Ինչ մնում է վեհափառին ես անձամբ վերեկորդնությունը ստացա, անձամբ այնտեղ էի, վեհափառը ջղայնացած էր, բայց կոտրված չէր, ավելի մարտական էր, ավելի հավաքական էր եկեղեցին, ես ուզում եմ օգտվելով առիթից ճիշտ է, հիմա կարող է շատերի մոտ ըմբոստացում առաջացնեմ իմ ասելով, բայց ամոթ մեր բոլոր կուսակցություններին, որ այդ օրը միահամուռ կերպով համախմբված իրենց դրոշներով, իրենց այդ ամբողջ խմբերով այնտեղ չէին, հիմա եթե ինչ-որ մեկը որևէ կուսակցությունից բռնեին 2 ամսով բանտարկեին, լոզունգները վերցրած բոլորով պետք է հասնեին աշխարհի ծերուց, չէ, բայց ոչ դաշնակցությունը, ոչ ինչ-որ մեկ այլ կուսակցություն համախմբված այնտեղ չէր, ճիշտ է, կային մանդատակիր բանը մեր խորհրդարանի ներկայացուցիչները, այսպես ասած, կային, նրանք աղոթքի եկան նաև նիստից հետո ներս մտան դատարանի դահլիճ, բայց դա առ ոչինչ էր, որովհետև չկար այն թիմերը,
իրենց թիմերի հետ չէին, նրանք որպես անհատներ էին այնտեղ, ներկայացուցիչներ էին, իսկ խոսքը վերաբերվում էր հայ առաքելական եկեղեցուն, ես սովոր եմ ամեն ինչի ճիշտը ասելու ու կապ չունի թե դա ում մինուսներն եմ ասում, իմ համախոհների, թե իմ հակառակորդների կամ իմ թշնամիների, ես սովոր եմ ամեն ինչի մեջ ասելու այն ճիշտը, ինչը որ իրականն է, ու միշտ էլ սիրել եմ այն մարդկանց, որոնք իմ սխալները իմ դեմն են ասել, որոնք որ կարողացել են ասել ռացիոնալ իմ սխալները, որտեղ անթերի մարդ գոյություն չունի, ամոթ մեր կուսակցություններին, նրանք միևս մեկ անգամ ապացուցեցին, որ առանց կուսակցական շահերի ոչինչ չեն անում, բայց կրոնը միակ բանն է, որ երբ Հայաստանը չի ունեցել պետականություն, կրոնի միջոցով եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին կարողացել է պահպանել մեր ինքնությունը, կարողացել է պահպանել մեր մշակույթը, չկային այնտեղ այն մտավորականները, որ մեծ խոսում են, որ մենք մշակույթ ենք կերտում, մեծամասամբ այնտեղ էին միայն հավատացյալ մասը, մենք գնացել էինք հայ ազգային ճակատով, որը որ նորից ակտիվացրել ենք, աշխատում ենք, ու դա իմ նոր թիմն է իդեպ, որ շատ հարցնում եք հիմա դու որտեղ ես, ինչ ես անում, որը համահունչ է այն ամենին, ինչը որ ազգային շահերին է վերաբերվում ու մեր կրոնին, այսինքն այն ամենը ինչը հայկական է մեր համար պաշտելի է, Գևորգ Գևորգյանի թիմն է դա, հայ ազգային ճակատը, և դա բայց չի հակասում մեր օպոզիցիոն ոչ մեկի շահերին բնականաբար, որտեղ հիմնականում ազատամարտիկներով ենք, մեծամասամբ, ու կարծում եմ, որ ռացիոնալ լուծումներ է պետք գտնել այս երկրի համար, իսկ վեհափառը ավելի հզոր էր, ավելի հավաքված էր, նաև նրա կոչը ինձ շատ դուր եկավ աղոթքից հետո, մենք նորից նիստի դահլիճից ետ վերադարձանք Մայրտաճար, այնտեղ ինքը օրհնեց բոլորիս, ու շատ հաճելի, ռացիոնալ, այդքանի հետ միասին ոչ մի կաթ չարություն չկար, ու վեհանձն էր իրոք այդ մարդու, ոնց են ասում, իրանք են չի ասում կտրիչ ներսիսյան, ես ուղղակի զարմանում եմ մի բանի վրա, նախ, եթե անգամ վեհափառը, ինչի մեջ որ իրեն մեղադրում են, ասում են կուսակրոն չի ունեցել է երեխա, ես հիմա ուզում եմ այդ մտավոր հետամնացել մենակ մի հարց տալ, եթե դուք հայ քրիստոնյա եք ու հավատում եք, որ առանց Աստծո կամքի ոչինչ չի կատարվում, իսկ Աստված թույլ է տվել, որ ձեր ասած Կտրիչ Ներսիսյանը ունենա ժառանգ եւ հասնի կաթողիկոսի աստիճանի, ծառայի Աստծուն, ուրեմն նա այնքան է ծառայել Աստծուն, որ դրանով պարգևատրվել է Աստծո կողմից, ինչի մեջ եք մեղադրում, Աստծոց ավելի Աստված կարաք լինեք, Աստծո կամքի դեմ եք հիմա դուրս գալիս, ինչի մասին է խոսքը, նախ առաջինը, երկրորդն էլ կուսակրոն է, կուսակրոն չէ, դա ձեր ինչին է խանգարում, ես չեմ, դուք այդքան հավատացյալ քրիստոնյաներ եք, քեմալական պայմանագիր, Նիկոլ, դու ընդհանրապես դու հավատքը, այսինքն դու հավատացյալ ես, բայց դու ես համոզված ասում եմ, եթե մահմեդական չես, ուրեմն ինչ որ աղանդավոր ես, մահմեդականությանը նմանատիպ, որովհետև ախր անհնարին ա լինել նորմալ հայ քրիստոնյա ու ես ամեն ինչը հանդուրժել տեսնել, հիմա բոլոր բերդերում ես ասել եմ, կրկնում եմ, մեր բերդերը շուտով դառնալու են սրբատեղի, սրբավայրեր են դառնալու, լուրջ եմ ասում, ինչքան մտավորական նորմալ դատող խավ ունենք, մեծամասամբ հիմա բերդերում են, ու որի քրեական գործը, ես ասենք, ձեր խոնար ծառանկոպիտ ասած, ինձանից սկսած դուրս եկած են գեներալիտետից, որիս քրեական գործը բացում ես, օթա, ոչ մեկը միտք չկա, ոչ մեկի մեջ քրեականություն չկա գոնե լավ, գոնե խուլիգանություն լիներ, ասենք, խուլիգանություն են կարել, դրա դիմաց մեզ քրեական գործերով են փորձում պատժել, Նիկոլը լավ հասկանում է, որ սա ես հաճախ եմ ասել, ասում չի կատարվում, բայց հավատացեք, ինչը որ ես երկար եմ ասում, ցավոք սրտի այդ թվում նաև վատը, իմ կանխագուշակումները միշտ լինում են մանավանդ քաղաքականը, ու Նիկոլը լավ հասկանում է, որ սա իր մայրամուտն է, իսկ այդ կենթանուն, չգիտեմ, այդ ստացված կերպարին, որ հիմա անգել է մեջտեղ երկրորդ Ալեն Սիմոնյան է խաղում այդ տարոնին, խորհուրդ կտային Խոչկորին, Վահագին, Ալեքսանյանին, ընդհանրապես
չես հասկանում ինչ կենթանի է, կենթանաբանություն է։ Եկեք չվիրավորենք մարդկանց, մեր եթերը մաքուր Ավելի պահենք շատ ես կենթանիներին եմ վիրավորում, այդ ձևով ես անկեղծ որ շատ լինեմ, բայց ազգային ժողովում նաև խորհուրդ կտայի մեր օպոզիցիոն ուժերին։ Ես այս վերջերս շատ եմ նրանց ասում են շատ ես մեզ կպնում։ Դա չի նշանակում, որ ես նրանց հետ համահունչ չեմ։ Այն ամենը նորից եմ ասում, ինչը որ թուրքի դեմ է, այն ամեն իմ համար ընդունելի է։ Ուղղակի Կորյուն ջան, եկեք ճիշտ հասկանանք, ազգային ժողով գնում են ոչ թե բամբասելու ես մեկի պապան սա արեց, այն մեկի նա նրան ասի քումերը նա նրան, այլ գնում են երկրի խնդիրները լուծելու։ Ես ոնց հասկացա, պետք է մի հատ իշաբոտնուկ դնենք ազգային ժողովի դեմը, ասենք երկուսդ էլ շարվեք պոզիցիոն չոպոզիցիոն ու սկսեք իրար բամբասել, դու սենց արիր, դու նենց արիր, այն տեքր կնանոց նման։ Ախր եկել եք դուք ազգային ժողով, եթե արդեն ասեցի մանդատ վերցնելը սխալ է, մենք ձեր հետ քննարկեցինք դա, չէ։ Հիմա մանդատը վերցրել եք նախ 64-ը 50 քանիսի տարբերությամբ դուք այնտեղ բան որոշողը չեք։ Ինչ որոշում էլ կայացնեն, իրենք կարողանալու են հաստատել, որտեղ քանակապես իրենք շատ են։ Հիմա գնացել եք լավ, գոնե երկրի խնդիրները վերցանեք, որ ժողովուրդը տեսնի, որ նրանք ձեզ բամբասում են, իսկ դուք մտահոգված եք երկրի խնդիրներով։ Գոնե ռացիոնալ ծրագրեր մշակեք ու ռացիոնալ ծրագրեր ներկայացրեք, որպեսզի չստացվի նրանք ձեզ են բամբասում, դուք բամբասում եք նրանց։ Ես երեք դա ասեցի դաշնակցականներից մի երկուսին, տենց խոսակցության մեջ խոսեցինք, ասեցի, բայց ասենք դա ռացիոնալ ազգային ժողով է գնացել, եթե գնացել եք արդեն, պետք է թշնամու հետ չեն գնում, թշնամու հետ բանակցելու գնում են միայն այն դեպքում, երբ դու նրան հաղթած ես։ Թշնամու հետ չեն գնում բանակցելու, իսկ դու գնացել եք ազգային ժողով համագործակցելու, դիարք, տենց չի, տենց գործ չեն անում։ Իսկ կաթողիկոսարանը պինդ է, կաթողիկոսարանը երևի միակն է, որ եթե տեսնի, որ ուրիշ ելք չկա, կարծում եմ վեհափառը ի վերջո զանգ կհնչեցնի, երեք արդեն նախաքարոզը կար, որ մեր երկիրը վտանգի մեջ է, հոյակապ ելույթ էր առանց մի կաթ չարության, բոլորին, որ ասում խելքի գալու էր կոչում, ու փառահեղ էր նրա խոսքը, փառահեղ, առանց, ասենք, ինչ-որ մեկին փնովելու, առանց ինչ-որ մեկին, ուղղակի ռացիոնալ ու այն, որ կոչ էր անում, որ հարկավոր է մեր երկիրը պաշտպանել, դա նախապայման է, որ եթե շարունակվի նույն տեմպերով ոչնչացվել մեր ազգային մշակույթը, ապա ահազանգ է լինելու Էջմիածնից, ես համոզված եմ դրանում։ Լինելու են զանգերի հնչում, ոնց որ Սարդարապատից առաջ է եղել։ Իսկ ինչ վերաբերվում է, որ մենք խաղաղ ենք ապրում, մենք խաղաղ չենք ապրում, որովհետև սահմանին ամեն 10 օրը մեկ ունենք ինքնասպան եղած զինվոր, ասում են թուրքերը չեն սպանել, իրենք ավելի վատ, եթե զինվորը գնում է հայրենիք պաշտպանելու ու ինքնասպան է լինում, որտեղ տես ինչ պայմաններում ես դու քո զինվորին ինչքան ես նեղացնում, որ նա ինքնասպան է լինում։ Այսինքն ավելի լավ է մարտադաշտ ուղարկես դու քո տղային, իմանաս, որ տղատ կռվում է, քան դու չհասկանաս քո երեխային խաղաղ պայմանում ուղարկում ես բանակ, այդ երեխայիդ հնարավոր է դիակը բերեն ու ինչ-որ մի հատ տականք, որ օֆիցերի պագոն ունի, սպայի պագոնն է պղծում, հա, որտեղ ինչ-որ մեկի հովանավորչության տակ է, այդ թվում Պապիկյանին, Պապիկյանը մենակ փորն է մեծացնում, մի հատ սահմաններով շրջի, տես ինչ վիճակ է, ողբալու վիճակ է, ես սահմաններից միշտ տեղյակ եմ, գիտեք, միշտ կա կապը իմ սահմանապահների հետ էլ, սահմանների հետ էլ, իրոք ողբալու վիճակ է։ Մեր Սյունիքում Արգելանոցը թուրքը կտրում է, Արգելանոցը, որպեսզի այնտեղ բանակաշինություն անի, դու պատկերացնում ես դարավոր Արգելանոցը մեր։ Դրոշները մտնում է Սյունիք, Տաուշ, ամենուր թուրքի դրոշակները։ Մեր փաստացի, դե ֆակտո, ոնց որ Նիկոլն էր սիրում ասել, մեր երկիրը հիմա զավթված է քեմալական պայմանագրով, ասենք երիտ թուրքերի շարունակությունով։ Այդի համոզմամբ եմ ասում, նրանց բոլոր ծրագրերը, բոլոր անելիքները համահունչ են։ 25-ին հունիսի, տես փաստերով ասեմ, հունիսի 25-ին Հովանա Քլեչը շնորհավորում է ազգային ժողովի նախագահ ընտրվելու մեջ Ռուբեն Ռուբինյանին, որ Թուրքիայում է վերապատրաստվել։ Ու փաստացի
Այն ժամանակ, երբ սահմանադրական դատարանում դեռ օպոզիցիոն խմբերը պայքարում էին Բարգավաճ Հայաստանի ձայների համար, այսինքն դեռ ընդհանրապես չկար ոչ մի տիպի ոչ մի նախապայման, ոչ մեկ դեռ չգիտեր ինչ է լինելու հետո, ոչ մեկ դեռ չէր հասկանում դրա վերջի ինչ է լինելու, իսկ իրենք փորձում էին արդեն նախագահի շնորհավորել, то есть նրանք նախապես արդեն ասել էին, որ նա է լինելու բանը։ Նախապես արդեն գիտեին, որ նա է լինելու։ Նոր խորհրդարանից ինչ տպավորություններ ունեք, որքանով են մեր նոր պատգամավորները, ովքեր նոր են մտել խորհրդարան, կարողանում հետաքրքիր ելույթներ ունենալ, բովանդակալից ելույթներ ունենալ, օրինակ ում կարող եք առանձնացնել, ինչ տպավորություններ ունեք։ Ուրեմն դե Հայաստան դաշինքը արդեն 6 տարի է նույն պայքարի մեջ է, 6-7 տարի է։ Գիտեք, որ ես հատուկ վերաբերմունք ունեմ այդ դաշինքի հանդեպ, առավել ևս առաջնորդի հանդեպ, միևնույն է անկախ նրանից, թե որ ճակատում ես կմարտնչեմ, իմ ռացիոնալ առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է, դա գիտեն բոլորը, անգամ դա արդեն բամբասանքի թեմա է, բայց հարցը դա չէ, մնացածների պահով նոր ես ուժեղ Հայաստանին, եթե անդրադառնամ, Էդգարին շատ լավ գիտեմ, որովհետև միասինից պայքարել ենք իրար հետ բավականին երկար, Վարդևանյանին գիտեմ, հոյակապ ուժեղ տղերք են, հայրենասեր տղաներ են, պայքարող տղաներ են, այն մնացածին մանրամասն չգիտեմ համարյա, կարող է տենց ասենք առնչված լինենք, բայց մոտիկից ուժեղ Հայաստանին ծանոթ չեմ, գտնում եմ, որ բոլոր դեպքերում մանդատ վերցնելը բոլորին համատեղ սխալ էր, որովհետև նրանք այնտեղ ոչինչ չեն կարողանալու անեն, ճիշտ է, գուցե փորձում են պաշտպանել, ռացիոնալ բաներ են ասում, բայց ասում եմ, կողքից որ նայում ես, ռացիոնալ որպես մտավորական, անկախ մտավորականի ու անկախ ֆիդայինի մասին է խոսքը, չէ, կողքից նայում ես որպես ուժային մարդ, հասկանում ես, որ սա շատ վատ սցենարով գրված թատրոն է, որի ռեժիսուրան թելադրում են, պայմանավորված չեն, բայց թելադրում են ՔՊ-ականները, Քեմալի պայմանագիրը, թելադրում են նրանք արդեն ստիպված մտնում են այդ խաղի մեջ, այդ պրովոկացիայի մեջ ստիպված են լինում պատասխանել։ Իսկ ինչ վերաբերվում է ռացիոնալ աշխատանք կատարելուն, որպես սթափ մտավորականի ասեմ, որ ես պրակտիկ մարդ եմ, պրակտիկայի մաղի երեսին բան չի մնալու, որովհետև ոչ մեկ օպոզիցիա մենք, ես ասում եմ, կրկնում եմ, մեր օպոզիցիան վերաձևավորման կարիք ունի։ Օլիգարխիայից վերաձևավորել ազգային ժողովի պատգամավորական թիմ անհնարին է, որտեղ օլիգարխիան ինքը ունի իր առևտրականը, այսինքն իրենց ղեկավարը առևտրականներն են, չէ, ուժեղ Հայաստանի, նրանք իրանց տենդենտը ունեն, իրանց ձևաչափն ունեն, իրանց առևտրի մինուսն ու պլյուսներն ունեն, նրանք սովոր են առևտուր անելուն, չի ստացվելու, այդ թիմը առհասարակ պետք է չմտներ խաղի մեջ, դա իմ յուրույն կարծիքն է, ուժեղ Հայաստան կուսակցությունը պետք է միանար Հայաստան դաշինքին ձևավորել ընդհանուր խումբ, ոչ թե առանձին խմբով գնային, հիմա ես չեմ հասկանում նրանք ընդ ինչ են անելու, որովհետև համոզված չեմ, նախ որ նրանք առանց իրենց ներկուսակցական շահերի աշխատելու են մեկ, որտեղ ոչ մի կուսակցություն դա չի անում նախ եւ առաջ, ես որպես մարդ, որ կուսակցությունների հետ աշխատել եմ, կուսակցական երբեք չեմ եղել, հենց այդ պատճառով չեմ եղել, որովհետև հասկացել եմ, որ կա կուսակցական շահ, կուսակցական պայմանավորվածություն, մարդը անկախ չէ, ինչքան ուզում է լավ քաղաքական գործիչ լինի, մարդը չի կարող անկախ իր մտքերը դրսևորել, արտահայտել, եթե նա գտնում է որևէ կուսակցության կազմի մեջ, որտեղ գոյություն ունի կուսակցական ռեալ պլանավորում։ Դրա համար էլ նրանք այնտեղ ասեմ, որ սա շատ վատ սցենարով թատրոն է։ Այս ազգային ժողովը երկար հույս ունենամ չի ապրել, չի լինելու, չի տևելու, ու դա վերջանալու է հեղաշրջումով, իսկ այն մտավոր հետամնացներին, այդ թվում նաև իմ համախոհներին, ովքեր մտածում են, որ այժմյան մեր օպոզիցիոն կազմը հեղաշրջում է անելու կամ Նիկոլը հեռացնելու, էդի գյուլը ստատի հեքիաթներից է, խորհուրդ կտամ սթափն այն ամեն ինչի, նրանք ոչինչ չեն անել, նրանք գալու են տենց իրանք մարտակռիվ տան, իբր թե լավ տղերք են, սցենար են գտել,
հարթակ են ճարել տղա Երևալու։ Նա ասում եմ դա օպոզիցիոն ուժերն են, մեկերը նրանք հեչ, նրանք արդեն են աստիճանի են իրանց կեղտոտել, որ էլ անձեն աշկով արդեն երեմա, քեմալական պայմանագիր ես, ուրեմն թուրք ես, այնտեղ երկընտրանք չկա։ Նրանց մասին խոսելն արդեն ավելորդ է։ Իսկ ինչ մնում է օպոզիցիան, մենք օպոզիցիա չունենք, մեր երկրին որպեսզի կարողանանք թուրքերից ազատել մեր կառավարությունը, մեզ նորմալ, լավ, մարտունակ օպոզիցիա է պետք։ Ընդ որում, որին որ ժողովուրդը կհավատա, ասեմ քեզ, որ դուրս ես շատ եմ շփվում սովորական աշխատավոր ժողովրդի հետ, մասայի հետ, որ գնում է շրջանները կամ բան, շատ պարզ ասում են, ում հավատանք, հավատացինք, իրանք կոպիտ են ասում, ես ժողովրդի բարբառով ուղղակի կասեմ, ցիտում եմ, ես իմ մտքերը մի կողմ եմ դնում, ցիտում եմ սովորական գյուղացու ասածը, Տաշիր Սամոյին հավատացինք, ինչ արեց, ինչ է անում։ Նույն բանը ինչ որ Նիկոլն ասում է։ Ինչ են անում, հիմնազգային ժողովում բամբասում են իրար, ուրիշ բան չեն անում։ Նա ասում է, քո հերը սենց արեց, նա ասում է, քո մերը սենց բերեց։ Ուրիշ բան չեն անում, որ նստում լսում ես, հա սուր է, որոշ ելույթներ շատ սուր է, ասենք Էդգարի հումորը իմանալով, Ղազարյան ես գիտեմ, որ ինքը շատ հումորով տղա է, շատ փաստեր սիրում է հավաքել, շատ այդ ձևով մանալոգով կարողանում է թատերական մանալոգով ելույթ ունենալ, ինչպես Մարության Հայկը քաղաքապետարանում էր անում։ Ասենք այդ նույն սցենարով, նույն տիպի, նույն որակի մարդիկ ախր տենց չէ, տենց երկիր, ինձ հիշեցրեց Ուկրաինայի Ռադան։ Մեր ազգային ժողովի առաջին իստը ինձ հիշեցրեց ռացիոնալ Ուկրաինայի Ռադան։ Ու ափսոս էր ուղղակի, իրոք ափսոս էր Քոչարյանի այդ էմոցիաները, այդ ամեն ձև ոգևորվածությունը, որ պետք է վերջում այսենց փշրեին ընդ որում թիկունքից խփելով, ես համոզված ասում եմ, կռիսները ներսից են, այդ ներսի կռիսներին է մաքրել պետք, ռացիոնալ ուժեղ օպոզիցիայում կան, լավ տղերք կան, երկու կողմում էլ կան, բայց այն որ թիմերը սխալ է հավաքված, Մայր Հայաստանի կրախը քեզ օրինակ, մեր խումբը ինչի այսենց բան արեց, տրովեց, հիմա ձևացնում ենք, թե էլի խումբ ենք, էլ ինչ-որ բան ենք անում, բայց փաստացի, ներսում չկա այդ դաշինքը, որ հզոր սկսել էր այդ սայուզը, չկա, Մայր Հայաստան գոյություն չունի, գիտես ինչի համար, որովհետև առանց զտելու, առանց մաղելու, ով պատահի մցրին, ում պատահի ասին, հա, ուզում ես հայրենասերիս, արի, դե բատենանք, ընդ որում մեր մոտ օրինակ ֆիդայիների մոտ սենց մի հատ բան կար, այն տղաները, ովքեր որ չէին կար առաջի բոյից հետո, առաջի մարտից հետո, այդ հին ֆիդայիները դա լավ գիտեն, ով որ առաջի բոյից հետո տեսնում ենք վախեցել է, թույլ է եւ այլն, մենք նրան երկրորդ բոյ չէինք տանում, մենք նրան թողնում էինք, որպեսզի թիկունքում ինչ-որ բաներ անի, օրինակ մատակարարում անի, ջուր բերի, ինչ-որ բան անի, որպեսզի այդ տղային անտեղի նախ զոհ չտանք, մեկ, երկրորդն էլ, որպեսզի չգնա ու մի քանիսից էլ փուռը չտա հետը, էլ, այսինքն միամիտ ինչ-որ մի բան անի վախից, չեմ ասում մտածված կանի, բայց դրանով կարող է մենք գնանք 10 հոգով փրկել ու 17 կոտորվենք, օրինակ, ասենք, այդ նույն բանն է, մենք նորից կռվում ենք թուրքերի հետ, եթե զենքով չենք կռվում, գրչով ենք կռվում, դա դեռ չի նշանակում, որ սա ճակատամարտ չի։ Մենք թույլ ենք տվել, որ թուրքերը քայլելով գան մտնեն Բաղրամյան 26, նա թուրքերը Բաղրամյան 26-ում են։ Քեմալական պայմանագիրը շարունակում է կատարել երիտ թուրքերի ծրագիրը, դա բացահայտ է, դրա համար ուզում եք ինձ կախեք, դա իրականություն է։ Շատ լավ Նարե, հետևենք պրոցեսներին, դեռ առիթներ կունենանք քննարկելու, շնորհակալ եմ այս զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, ինձ էլ ներող կլինես, եթե չափից շատ սուր եղա ու մի քիչ էլ տեխնիկական որոշ բաներ, իրոք շատ շնորհակալ եմ Կորյուն ջան, ամեն անգամ օգնելու, աջակցելու համար նաև։ Հուսամ, որ մեր ոնց են ասում, հաջորդ նորմալ հանդիպումը կլինի ավելի ռացիոնալ քաղաքական իրավիճակներում, հուսանք։ Ամենայն դեպս ես շատ լավատես մարդ եմ, ցանկացած ֆիդային ու ցանկացած գրող, եթե ինքը իդեալիստ չի, մտավորականը եթե իդեալիստ չէ, մանավանդ մտավորական ազատամարտիկը եթե իդեալիստ չի, եթե լավին չի հավատում, ուրեմն պետք է ինքնասպանել լինի, ուրիշ ելք դրան չունի, ես ինքնասպան չեմ լինելու, դա նշանակում է, որ հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, ու ամեն ինչ լավ է լինելու։ Եղավ, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շատ շնորհակալ, առայժմ սպասենք արձագանքներին, տեսնենք մեր ժողովուրդը ոնց է արձագանքում։